Դատարանի շենքի մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիներ ու հոգևորականներ ծափերով ու զորակցության վանկարկումներով են դիմավորել ամենայն հայոց կաթողիկոսին։ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ 6 եպիսկոպոսների գործով առաջին դատական նիստն ավարտվել է մեկնարկից ընդամենը 20 րոպե անց։ Դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել։ Նա հանդիսացել է փաստաբան եւ իր ուսումնառության եւ արտոնագիր տալու ժամանակ արտոնագիրը ես եմ հանձնել, բայց իմ անձնական կարծիքով դա բացարկի հիմք չէր, բայց դատավորը հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, դատավորը ինքնաբացարկ հայտնեց։ Ես բոլոր դեպքերում դատավորի այս քայլը ողջունում եմ այն տեսակետից, որ ըստ էության նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացի։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը դռնփակ ձևաչափով անցկացված նիստի ավարտից հետո հավատացյալների բացականչությունների ու հոգևոր երգեցողության ներքո ուղևորվել է Մայրաթոր Սուրբ Էջմիածին միասնական աղոթքի։ Եվ իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում եկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու եւ եկեղեցին իրենց կամքին հպատակեցնելու։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ուժեղ Հայաստան խմբակցության առաջնորդ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է պետություն եկեղեցի հարաբերություններին եւ իշխանությունների կողմից եկեղեցու դեմ իրականացվող հարձակումներին։ Հայ ժողովուրդն է ընտրում հայոց հայրապետին եւ հերացնելը չկա այդպիսի ընթացակարգ հերացնելու։ Սա ուղղակի չկա ընթացակարգ, չկա, մեր եկեղեցին չունի ընթացակարգ հեռացնելու։ Այդպիսի բան չկա, չի էլ կարող աշխարհիկ մարդը մեր սահմանադրությունը չի թողում եկեղեցուն ու պետությանը, որ խառնվեն իրար, եկեղեցին առանձին է, պետությունը առանձին։ Գործը չի էդի, քաղաքական գործիչներ հազարատ լծակ կարող են գործարկել, չի աշխատի, չի լինի։ Աշխարհի տարբեր անկյուններից մեր հայրենակիցները կոչ են անում դադարեցնել ամենայն հայոց հայրապետի եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ սկսված արշավը։ Կոչով են հանդես եկել Հայաքվեն, Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոն եւ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը։ Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավոր Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ վեհափառ հայրապետին վերաբերող թեման իրենց քաղաքական ուժի համար կարմիր գիծ է։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Ղազինյանը նշել է, որ ինչպես իշխանությունն ունի իր կարմիր գծերը, այնպես էլ ընդդիմությունն ունի իր համար սկզբունքային թեմաներ։ Եթե որոշում եք կամ այսպես ասած բռնացրել եք, որ մեր համար վեհափառ հայրապետի թեման կարմիր գիծ է, հավատացած եղեք, մենք էլ կարող ենք այդպիսի թեմաներ գտնել, այլ գիտենք էլ։ Հիմա ես ուզում եմ ուղիղ հայտարարեմ, ինձ համար համենայն դեպս, կարծում եմ նաև մեր խմբակցության համար, ամեն անգամ այստեղից, համենայն դեպս, լավ, հավատքի առումով չեմ ասեմ անձնագրայինով, ոչ անձնագրային տվյալներով անազգայուն հրապարակելը ես համարելու եմ պրովոկացիա։ Ղազինյանի ելույթից հետո Ռուբեն Ռուբինյանը որոշել է ազգային ժողովի նախագահի դիրքից բացատրել, ինչը կարելի է վիրավորանք համարել, կրկին առաջ տանելով իրենց կուսակցության թեզը, թե կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականը չի կարող լինել կաթողիկոս։ Պարոն Ղազինյան, քանի որ անդրադարձակ նիստի վարմանը, տեսեք, վիրավորանքը ինքը սուբյեկտիվ բան չի, օբյեկտիվ բան է։ Վիրավորանքը, կարմիր գիծը, օրինակ ոչ մեկի մոտ հարց չի առաջանա, չէ, որ օրինակ ես ասեմ եւ բոլորս ասենք, որ չի կարելի այստեղ կանգնել եւ մեկին ասել այս սրիկ է, դա օբյեկտիվորեն վիրավորանք է։ Բայց մարդուն իր ավազանի անունով դիմելը կամ իր հոգեվորական անունով դիմելը արդեն վիրավորանքի կամ բարեկեցության հարց չի, դա քաղաքական կամ գուցե նույնիսկ, չգիտեմ, եկեղեցական դիրքորոշման հարց է։ Եվ հետևաբար դուք ասում եք օրինակ ամեն անգամ երբ որ ձեր նշած անձին դիմեք ավազանի անունով ես դա համարել եմ պրովոկացիա, եկներեք նույն տրամաբանությամբ էլ
կարող է պարոն Հովհաննիսյանի մեջ համար էլ հակառակն է կարմիր գիծ, կարող է իր համար կուսակրոնության ուխտը խախտածին եկեղեցական անունով դիմելն է կարմիր գիծ ու կարող է ինքն էլ դա համարի ներողություն։ Եվ հետևաբար հիմա կարող է ստեղծվել իրավիճակ, որ օրինակ ձեր նշած անձին եւ ամեն անգամ, երբ որ եկեղեցական անունով դիմեն, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, որը համարում է, որ ձեր նշած անձը կուսակրոնության ուխտը խախտել է եւ հետևաբար իրան հնարավոր չի դիմել այդ անունով, դա էլ համարի պրովոկացիա։ Եվ հետևաբար ես առաջարկում եմ չգնալ այդ ճանապարհով եւ այո, դուք բոլորդ արդարացիորեն կարող եք եւ պետք է ակնկալեք, որ այս ամբողջ չհնչի վիրավորանք եւ ես ամեն ինչ կանեմ որ այդպես լինի, բայց եկեք համաձայնենք, վիրավորանքներն է ինչ որ օբյեկտիվ է, ինչը որ քաղաքական դիրքորոշման հարց է, դա արդեն վիրավորանք չի։ У нас сегодня тема Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել։ Նիստի գլխավոր թեման եղել է հնարավոր ահաբեկչական հարձակումներից կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությանը ուղղված լրացուցիչ միջոցառումների կիրառումը։ Հիմնական զեկուցողը անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն է եղել։ Սաուդյան Արաբիան, Թուրքիան եւ Պակիստանը Մեքքայում ստորագրել են հավաքական պաշտպանության մասին ռազմական համաձայնագիր։ Մեքքայի համաձայնագիր անվանումը ստացած փաստաթուղթը սահմանում է, որ կողմերից որևէ մեկի դեմ զինված ագրեսիան կդիտարկվի որպես հարձակում դաշինքի բոլոր անդամների վրա։ Եռակողմ այս գործարքը նպատակ ունի ամրապնդել մասնակից երկրների անվտանգային համակարգերը եւ խորացնել ռազմատեխնիկական գործակցությունը։ What's the disconnect between you and ԱՄՆ-ն պարտավոր է հաղթել Չինաստանին արհեստական բանականության եւ կրիպտոարժույթների ոլորտում, հայտնել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ-ն իր մասշտաբներով գերազանցում է համացանցին, կրիպտոարժույթները նվազեցնում են դոլարի վրա ճնշումը, ասել է նա։ And I figure you can't get any more basic than that. In other words, Թրամփը նշել է, որ Իրանի հետ հակամարտության հարցում Թեհրանը պարզապես ցանկանում է խուսափել ռազմական հարվածներից եւ պատրաստակամ է գործարք կնքել։ this country, the elections are a mess in this country. Թրամփը նաև սպառնացել է մեկ գրչի հարվածով վերացնել ԱՄՆ-ի 39 միլիարդ դոլարի դեֆիցիտը, հրաժարվելով շվեյցարական ապրանքների, օրինակ ժամացույցների ներդրումից, ինչի հետևանքով Շվեյցարիան կկորցնի իր էլիտար կարգավիճակը եւ կունենա մեծ խնդիրներ։